Մի բաստապվիր ու մտածիր, ինչպես եղավ արդեն մեկ դար, քուրքը մնաց մեզ ախոյան, իսկ ռուս Իվանը հայի պաշտպան։ Հարցեր կտաս, երբ հասկանաս, ինչպես եղավ որ նաշտեին, նրան աման հայ զորեղներին, կյանքից զրկեց մեր ընտանին։ Զոհի դերում կմնանք երկար, ասում եմ սացավով սրտանց, քանզի չկա հայաց քաղթող, որը կապված է դարի պայմանով։ Զոհի դերում կմնանք երկար, ասում եմ սացավով սրտանց, քանզի չկա հայաց քաղթող, որը կապված է դարի պայմանով։ Թուրքի փողով մյուսի կամքով, ինչպես եղավ մտան պալատ, գլխատեցին ասքը նորից, օտար գլուխ գցելով մարմնին։ Բան չի փոխվելու մենք գիտենք, ինչպես եղավ յովում մեղքով, հազարավոր գործերինք զինվոր, որ հագենան երկու գազան։ Զոհի դերում կմնանք երկար, ասում եմ սացավով սրտանց, քանզի չկա հայաց քաղթող, որը կապված է դարի պայմանով։ Զոհի դերում կմնանք երկար, ասում եմ սացավով սրտանց, քանզի չկա հայաց քաղթող, որը կապված է դարի պայմանով։ Երբ հասկանաս ու վերլուծես, ինչպես եղավ որ նախապես, արջը տվեց գայլին անտառ, որ ջարդանի իրեն հարմար։ Երբ հասկանաս ու վերլուծես, ինչպես եղավ որ նախապես, արջը տվեց գայլին անտառ, որ ջարդանի իրեն հարմար։ Զոհի դերում կմնանք երկար, ասում եմ սացավով սրտանց, քանզի չկա հայաց քաղթող, որը կապված է դարի պայմանով։ Զոհի դերում կմնանք երկար, ասում եմ սացավով սրտանց, քանզի չկա գամփար հաղթող, որը կապված է դարի պայմանով։